եւ այսպես Թուրքիային այլընտրանք պետք է չլինի։ Այդ շաբաթ եւս մեկ քայլով մենք մոտեցանք թուրքական աշխարհին։ Հարգելի հեռուստադիտողներ, քանիցս Ալֆայի տաղավարում խոսել ենք հետևյալի մասին, որ երկար տարիներ, տասնամյակներ շարունակ քաղաքական դիսկուրսում քննարկվող հարցերից մեկը հետևյալն էր, որ մենք ելնելով աշխարհագրական իրավիճակից, աշխարհաքաղաքական իրավիճակից, մեր պատմությունից, տարածաշրջանային անվտանգային ճարտարապետությունից հետևյալ երկընտրանքի առաջ ենք կանգնած. Թուրքիա թե Ռուսաստան։ Այս ամենը ոչ միայն մենք ենք հասկանում, այս ամենը շատ լավ հասկանում է Նիկոլ Փաշինյանը, այս ամենը թուրքական միտում են հասկանում, թուրքական գլխավոր շտաբում են հասկանում, Թուրքիայի դաշնակիցները, գործընկերները շատ լավ այս ամենը հասկանում են։ Ու ինչ է պետք անել այս երկընտրանքի պարագայում։ Պետք է անել այնպես, որ այդ երկընտրանքը պարզապես դադարի գոյություն ունենալ, այսինքն երկընտրանք չլինի, Թուրքիան լինի միակ հնարավոր զարգացման ուղին, եթե կարելի է այդպես անվանել, եւ այս շաբաթ մի շարք իրադարձություններ տեղի ունեցան, որոնք վկայում են այն մասին, որ մենք շատ հստակ քայլում ենք դեպի թուրքական աշխարհի ինտեգրում, ու դա իրականում բաղկացած է մի շարք երևույթներից, սկսած պատմության վերանայումից, պատմական կարծրատիպերի վերանայումից, վերջացած նրանով, որ լոգիստիկ որոշակի օղակների վերանայում պետք է տեղի ունենա, ինչպես նաև նույնիսկ սննդամթերքի առումով, սննդամթերքի սովորությունների առումով մեզանում պետք է տեղի ունենան փոփոխություններ, եկեք հերթով անդրադառնանք այս ամենին։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը երեկ ազգային ժողովում մասնակցում էր ազգային ժողով կառավարություն հերթական հարցու պատասխանին եւ ի թիվս այլնի ասում է հետեւյալը. ախր դուք այստեղ դիմելով ընդդիմությանը, հավաքական ընդդիմությանը, նշում էր հետեւյալը, որ դուք այստեղ երբ որ ասում եք, որ թուրքը մնում է թուրք, նույնն էլ Թուրքիայում են ասում, Ադրբեջանում են ասում, այսինքն հայը մնում է հայ։ Երբ որ դուք այստեղ ասում եք, որ ախր մեզ պատմությունը ինչ որ բան պետք է սովորեցնել, մենք արդյոք դասեր չենք խաղել, նույնն էլ ասում են այնտեղից Թուրքիայից, Ադրբեջանից, եւ նա ասում է վերջում հետեւյալը, որ մենք ի վերջո պետք է դուրս գանք աշխարհի այն պատկերից, որը մեզ փաթաթել է սովետական KGB-ն։ Սովետական KGB-ն դեռ մի կողմ ենք թողնում, բայց այստեղ ստացվում է հետեւյալը. Նիկոլ Փաշինյանը թուրքական խոսույթի համաձայն նշում է հետեւյալը, որ փաստորեն մեր տարածաշրջանում անվտանգային առումով իրողությունների պատասխանատուն Թուրքիա եւ Ադրբեջանի հետ հավասար Հայաստանն է, հայ ժողովուրդն է։ Թուրքիան այսպիսի նարատիվ էր երկար տարիներ առաջ տանում, որ մենք ենք կոնֆլիկտային, մենք ենք խնդիրը, եւ Նիկոլ Փաշինյանը այդ նարատիվը առաջ է տանում, ուղղակի այստեղ կա մի շատ կարևոր նրբերանգ, այդ թուրքերն են հայերին ցեղասպանել դեռ մինչ այն պահը, երբ որ պլաններում հայտնվել էր սովետական KGB-ն, բայց այս ամենը Փաշինյանին չի խանգարում մեզ, ադրբեջանցիներին, թուրքերին հավասարապես պատասխանատու համարել տարածաշրջանում արկա անվտանգային հարցերի համատեքստում։ Սա պատմական կարծրատիպերի վերանայմանը վերաբերվող դրվագներից մեկը, երկրորդը, որը վերաբերվում է լոգիստիկ կազմվածքի փոփոխությանը մեր տարածաշրջանի, ինչպես նաև սննդային սովորույթների փոփոխությանը։ Հերթական անգամ սրան անդրադառնանք, սա պարզապես չափազանց կարևոր թեմա է։ Բոլոր հնարավոր առիթները, բոլոր հնարավոր հարթակները պետք է օգտագործել այս գաղափարը հասարակությանը ներկայացնելու համար։ Ինչ են ասում իշխանությունները, ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, ինչ է ասում Իլհամ Ալիևը, որ պատմական աննախադեպ բան է տեղի ունեցել, Ադրբեջանը տարանցման հնարավորությունները բացել է Հայաստանի համար։ Ուղղակի տեսեք, ինչն է այստեղ կարևոր ու ինչ քարոզ են տանում իշխանության ներկայացուցիչները, իրենց սպասարկող որոշակի խոսող գլխները ասում են հետևյալը. տեսեք, որ Ադրբեջանը առաջինը անխոչնդոտ ճանապարհ բացեց Հայաստանի Հանրապետության համար, կամ եկեք ու պատասխանեք հարցին, արդյոք դա լավ է թե վատ, որ Հայաստանի համար բացվել է Ադրբեջանի տարածքով տարանցման հնարավորություն։ Ուղղակի արձանագրենք հետևյալը. սահմանը չի բացվել։ Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ Փաշինյանը Արցախը հանձնում էր, մի շարք բաներից հրաժարվում են հենց այդ այսպես ասած սոուսով, որ դրա դիմաց մենք ստանալու ենք սահմանի բացում։ Ոչ, Ադրբեջանից ուղղակի գալու են ապրանքները հասնեն Վրաստան, Վրաստանով գալու են հասնեն մեր հետ սահման, մեր հետ սահմանից գալու են հասնեն խանութներ եւ սննդի այլ օբյեկտներ, ցորեն են իրենք բերել, բայց պատկերացրեք իրավիճակը ինչպիսին է։ Օրինակ վերցնենք Լիտվան, Լեհաստանը, Էստոնիան, ցանկացած այլ երկիր վերցեք, նույն լոգիստիկ ուղիով իրենցից ապրանքները կարող են գալ հասնել այստեղ, բայց մենք այստեղ սրանից պատմություն չենք սարքում, չենք ասում, որ սա աննախադեպ մի բան է տեղի ունեցել, Էստոնիայից հացահատիկ ենք մենք բերել։ Ուղղակի այստեղ խնդիրը կայանում է հետևյալում, աշխարհաքաղաքական խնդիր է։ Մինչև Նիկոլ Փաշինյանը հանձնում էր Արցախը Ադրբեջանին, մինչ այդ պահը հասարակությունը հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության բնակիչները Հայաստանի ներսում սպառվող այդ ցորենի
անհրաժեշտ քանակի մոտ 25%-ը մշտապես ստանում էին Արցախի հանրապետությունից։ Այն բանից հետո, երբ որ Նիկոլ Փաշինյանը հանձնեց Արցախը Ադրբեջանին, մենք Ռուսաստանից սկսեցինք ստանալ անհրաժեշտ ցորենի մոտ 95%-ը։ Հիմա այս պատկերը ստեղծելով, թե իբր թե Ադրբեջանից ցորեն է գալու, չգիտեմ, էժան ցորեն է գալու, ոմանք ասում են հնարավոր է նույնիսկ որակով ցորեն լինի, փորձում են ստեղծել հետևյալ պատկերը, որ հնարավոր է լուծել բարենային անվտանգության խնդիրները, եթե Հայաստանը դուրս մնա ԵԱՏՄ-ից, իսկ այն որ իշխանությունները տանում են ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով, դա բոլորի համար ակնհայտ է եւ դրա ամենավառ վկայությունը Արարատ Միրզոյանի գնահատականներն են, ով նշում էր, որ հնարավոր է նույնիսկ հաջորդ ամիս իշխանությունները դիմեն եւ Եվրոպական միության անդամ դառնալու համար։ Հիմա փորձում են ստեղծել պատկեր, որ եթե մենք զրկվենք Եվրասիական տնտեսական միության շուկայից, Ռուսաստանի շուկայից, եթե մենք զրկվենք, դրա փոխարեն կա Ադրբեջանից տարանցում, Թուրքիայից հնարավոր է լինի տարանցում եւ մենք կլուծենք մեր անվտանգային խնդիրները։ Իրականում Թուրքիայի, Ադրբեջանի ձեռքը, Ալիևի եւ Էրդողանի ձեռքը տալիս են եւս մեկ մահակ։ Կարող է իրավիճակը հետեւյալ լինի, այն Դիլարա Էֆենդիևան, որին այսօր կերակրում էին Հայաստանում, ինքը կարող է գալ Ադրբեջանի կողմից փակել տարանցման հնարավորությունը, ասի պայմանականորեն միջև մենք ճակերտավոր չվերադառնանք Սյունիք, ոչ մի ապրանք Ադրբեջանի տարածքով Հայաստան չպետք է մտնի, դա դառնում է Հայաստանի վրա ճնշման գործիք։ Այս գործիքը իշխանությունները տալիս են Ադրբեջանին, ուղղակի այս ամենի մասին հասարակությանը չեն պատմում։ Պատմական կարծրատիպերի փոփոխության մասին եւս մի կարևոր դրվագ։ Հարգելի հեռուստադիտողներ, տեսեք, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում ավելի քան 200 փողոց կա։ Այդ փողոցներից մեկը կոչվում է Լենինգրադյան։ Ինչու ենք մենք ժամանակին այդ փողոցին այդ անվանումը տվել Լենինգրադյան, որովհետև երկրորդ համաշխարհայինի մեծ հայրենական պատերազմի ժամանակ Լենինգրադի բլոկադան էր տեղի ունեցել։ Հայերը եւս մասնակցել էին Լենինգրադի բլոկադայի շրջանակներում տեղի ունեցող տարբեր զարգացումներին։ Մենք հայ ազգի ներկայացուցիչները զենքը ձեռքին պաշտպանել են Լենինգրադը եւ երբ որ մենք այս փողոցը անվանում ենք Լենինգրադյան, դա ի պատիվ հայերի էր արվում, որովհետեւ մոտ 100,000 հայեր այն ժամանակ Լենինգրադում, որոնցից 40,000-ը կամավորականներ մասնակցել են Լենինգրադի պաշտպանությանը, որոնցից 20,000-ը զոհվել է եւ այդ Լենինգրադայի բլոկադայի հաղթահարումը դա հայ ժողովրդի հաղթանակն է, ռուս ժողովրդի հաղթանակն է, ուկրաինացի ժողովրդի հաղթանակն է, բելարուսների հաղթանակն է։ Մենք մեր հաղթանակի պատվին փողոց ենք անվանել։ Ինչ են անում իշխանությունները։ Վերանվանում են հենց այդ փողոցը։ Ու տեսեք ինչ խորամանկ քայլ են անում։ Վերանվանում են ի պատիվ Քրքորյանի։ Հայաստանում կամ ընդհանրապես աշխարհում չի եղել, չկա ու չպիտի լինի գետ մեկ հայ, որը չուզենա կամ դեմ լինի նրան, որ Երևանում Քրքորյանի անվան փողոց լինի։ Ոչ միայն փողոց պետք է լինի, տարբեր համալիրներ պետք է լինեն, արձաններ պետք է լինեն, իր անվամբ նույնիսկ բնակավայրեր պետք է կոչվեն։ Քրքորյանը եզակի գործարար, եզակի բարերարներից էր, ով երկրորդ նախագահի գործունեության ժամանակահատվածում եկավ եւ ահռելի ներդրումներ արեց ենթակառուցվածքներում։ Միջև վերջին պահ Արցախում լինելու մենք օգտվում էինք ենթակառուցվածքներից, որոնք ձևավորվել էին Լինսի հիմնադրամի ներդրումների շնորհիվ։ Ոչ ոք չի կարող դեմ լինել, որ Քրքորյանի անվան փողոցներ լինեն, բայց այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ իշխանությունները այլ տրամաբանություն են այս ամեն ինչում դնում։ Իրենք ոչ թե Քրքորյանի անունն են անմահացնում, իրենք վերանայում են պատմական կարծրատիպերը։ Փաշինյանական Հայաստանում Լենինգրադյան փողոց չի կարող լինի։ Ավելի հավանական է, որ չգիտեմ, Փաշազադեի անվան պուրակ լինի, բայց Լենինգրադյան փողոց չպետք է լինի։ Քանիցս խոսել ենք այս ամենի մասին, մենք նաև տենց սիրելի հերոսների շարք ունենք, ամփոփելով մեր այսօրվա զրույցը նշենք, այդ սիրելի հերոսների շարքում է իհարկե Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը, ով Դոնալդ Տրամպի առաջին նախագահության շրջանում անվտանգության հարցերով խորհրդականն էր Դոնալդ Տրամպի, այսպես կոչված հեղափոխությունից հետո Բոլթոնը գալիս է Հայաստան 2018 թվականին, հանդիպում է Նիկոլ Փաշինյանին, հայկական լրատվամիջոցների հետ զրույցում նշում է հետևյալ, որ եթե Հայաստանը ուզում է հասնել հաջողության, Հայաստանը պետք է փոխի պատմական կարծրատիպերը։ Փոխված պատմական կարծրատիպերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության համար Թուրքիան դաշնակից է, Թուրքիան բարեկամ է, ավելին Հայաստանը պետք է ձուլվի թուրքական աշխարհում։ Եվ այդ շաբաթվա ընթացքում մենք դրան եւս մեկ քայլով մոտեցանք, մտածեք այդ մասին։